Так, ուրեմն, ամենաառաջինը, ցանցային բիզնեսը միայն վաճառքի է, առանց վաճառքի հնարավոր չէ։ Լսել եք այս մասին, թե ոչ։ Հաստատ լսել եք։ Լավ, ինչ ցանցային բիզնես, հեսա դու ես սկսելու վաճառք անել, այդտեղ վաճառքից բացի ոչ մի բան չկա։ Գնանք երկրորդը, հեսա այս կետերը մենք բացել ենք։ Ցանցային բիզնեսը միայն ակտիվ շփվող մարդկանց համար է։ Լավ հիշեք այս կետը, բան եմ ասելու։ Երրորդը, ցանցային բիզնեսով հարստանում են, փող են վաստակում միայն այն մարդիկ, նրանք, ովքեր վաղ են եկել, մենք արդեն ուշացել ենք, հա, վաղ են սկսել։ Կամ ցանցային բիզնեսը ֆինանսական բուրգ է։ Աստված իմ, այս ամենատարածված միֆն է, որից որ շատերը խուսափում են։ Հինգերորդը, ուրեմն ցանցային բիզնեսը հարմար է միայն տնային տնտեսուհիների ու մայրիկների համար, որ դե իրանց համար է, էլի իրանք կբզբզան, գործ կանեն, կզբաղվեն։ Գիտեք, ընկերներ, շատ ժամանակ ես էլ խոսակցության ընթացքում պրեզենտացիայի ժամանակ կամ գրելու ժամանակ ասում եմ զբաղվում եմ ցանցային մարքեթինգի բիզնեսով, բայց հետո հասկանում եմ, որ սխալ եմ արտահայտվում անգամ ես, որտեվ սա զբաղմունք չէ։ Եկեք նաև դրա վրա մենք ժամանակի ընթացքում պիտի աշխատենք, որ այդ զբաղվել բառը հանենք մեր մտքից, մեր ասած բառապաշարից։ 6-րդ կետը, բոլորը հատկապես ծանոթներդ կսկսեն խուսափել քեզնից։ Եվ 7-րդը, ցանցային բիզնեսում 100-ից կամ 1000-ից մեկի մոտ է ստացվում, հիմնականում ձախողում են մարդիկ։ Այս կետերի հետ կապված ինչ որ բան ունեք ավելացնելու, գրեք չաթում կկարդամ սիրով, հիմնական կետերն արդեն նշեցի։ Հիմա եկեք տեսնենք իրականությունը։ Առաջինը, ցանցային բիզնեսը միայն վաճառք է։ Երեխեք նորմալ է, եթե մենք սա լսում ենք։ Այս երեխեք բառը խրամտել բերանս։ Նորմալ է, երբ որ մենք սա լսում ենք, որով